Մի թարմ տեղեկություն կա, որ տարբեր արձագանքների արժանանում, ուզում եմ լսել նաև ձեր արձագանքը, այսօր կառավարություն հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելու նախագծին։ Հանրային ընկալման մեջ սա ինչպես կարող է տեղավորվել։ Հաշվի առնելով մենք վերջի տարիներին ինչպիսի բարդ ճանապարհ ենք անցնում են միջազգ։ Ես չեմ կարծում, որ մեր հանրությունը միատարր է եւ ընկալումներն էլ տարբեր կլինեն։ Նրանք, ովքեր ավելի շատ են գերադասում որակը, ոչ թե քանակը, լավ կընդունեն։ Նրանք թվում է թե ամեն ինչ որոշում է քանակով, սա երևի դեռ սովետական միության, ռուսական որոշակի, հետք է։ Նրանք իհարկե կարող է իրենց մոտ որոշակի կասկածներ առաջանան, որ բանակը դրանով թուլանում է։ Բայց իրականում մենք ունենք մեծ խնդիր եւ ոչ միայն մենք, այլ բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ մարտոնակ եւ ժամանակակից բանակ, կրթություն առաջին հերթին, ժամանակակից զենք այնպիսին է, որ պահանջում է լավ գիտելիքներ, IT ոլորտում նաեւ իսկ այդ ամեն ինչին սովորել է պետք։ Իսկ սովորելու համար պետք է որպեսզի բանակը լինի ոչ թե դիրքերում, այլ մի քիչ ավելի թիկունքում եւ ավելի շատ զբաղվի ոչ թե կոպիտ ասած պահակությունով, այլ սովորելով։ Եթե այդպեսին լինեինք, պատերազմը այլ ելք կունենար։ Դե հայերին խելքը։ Բաքվից եւ Երևանից համարյա նույն բովանդակության մեսիջներ են գալիս խաղաղության կոնցեպտի առնչությամբ։ Դա իրականությունն է, թե խոհանոցում այլ բան է կատարվում, ինչ է կարծում։ Ես կարծում եմ, որ մեր համար դա անհրաժեշտություն է, իսկ Բաքվի համար դա սառը հաշվարկ, որը կբերի նրան, որ Ադրբեջանը կարողանա ամրապնդել իր անկախությունը, որը բոլոր դեպքերում էլի հարցականի տակ, ինչպես եւ բոլոր նախկին սովետական հանրապետությունների, ուրեմն ինքնիշխանությունը, առավել եւս Լավրովի վերջի հայտարարություններից հետո, որոնք վերաբերում էին Հարավային Կովկասին եւ Միջին Ասիային եւ զարմանալի բան է իհարկե, բայց կարծում եմ Լավրովի այդ հայտարարությունը կբերի այս հանրապետությունների որոշակի կոնսոլիդացիայի։ Վտանգը գալիս է մի տեղից եւ ներքին տարաձայնությունները կարող են միայն նպաստել այդ վտանգի։ Մենք անկարանք այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանից ուրիշ խոսույթ է հնչում արտաքին սեգմենտի համար, ներսում ուրիշ կիրառվում։ Ընդ որում պահպանվում է այդ հայատացության այսպես առանցքային տենդենսը։ Պետք է զգուշանալ սրանից։ Զգուշանալ պետք է բոլորից։ Զգուշանալ պետք է եւ թշնամիներից, եւ բարեկամներից, եւ նույնիսկ հաճախակի ինքդ քեզնից պետք է զգուշանաս, որ չմտածված քայլեր չանես։ Զգուշությունը սթափության նշան է, ոչ թե վախկոտության։ Վախկոտությունը բոլոր դեպքերում, վախը բոլոր դեպքերում զգացմունք է, որ անջատում է ուղեղը։ Իսկ զգուշությունը բերում է, կարծում եմ նաև նրան, որ դու անում ես, փորձում ես ամենայն դեպս անել ճիշտ հաշվարկներ, ինչ ես ստանալու արդյունքում։ Մենք հաճախակի Դե հենց դրա համար եմ ասում, պետք է հասկանալ, մենք որ Բաքվի հետ գործ ունենք, որն է իրական, նա թե նա։ Իրեք ես ընդհանրապես կարծում եմ, որ ստատիկ որևէ բան չկա այս աշխարհում։ Եթե ստատիկ որևէ բան չկա, ասենք թե Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, ստատիկ չի Հայաստանը։ Իրականում Ադրբեջանն էլ ստատիկ չի, այն վերջի իրադարձությունները, որոնք հիմա տեղի են ունենում, այդ բացահայտումները, ուրեմն հեղաշրջման փորձեր ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, ինչքանով չի համապատասխանում պարչի։ Հանրության մեջ էլ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։ Ես ունեցել եմ առիթ շփվել հասարակության ներկայացուցիչների հետ, իրականում պատերազմ չեն ուզում։
Ես կարող եմ ասել իրենց մեծամասնության իհարկե Այն ոչ ձևաչափով, բոլորի։ որով վերջերս ադրբեջանցիները այցելեցին Հայաստան։ Ես այդտեղ ներկա չեմ Չէ, եղել։ այս անգամ չէ։ Մի այդպիսի հանդիպման դուք մասնակցել եք։ Հանդիպմանը հայո Բրյուսելում, Թիֆլիսում ես մասնակցել եմ նման հանդիպումներին։ Մեծամասնությունը հիմնականում առաջնորդվում է հետևյալ թեզով. մենք մեր նպատակին հասել ենք, մեզ նոր պատերազմ պետք չի։ Սա մեկ։ Երկրորդը, ես կարծում եմ բոլոր դեպքերում այն բոլոր աշխատանքները, որ այսօր կատարվում են հայկական բանակում, իսկ դա եւ նոր զենքի ձեռքբերումներն են եւ ամենակարևորը այդ պաշտպանական կառույցների ուրեմն հերթականությամբ կառուցել ամբողջ սահմանում, այդ ամեն ինչը կատարվում է Բաքվի աչքի առաջ։ Եվ այնինչ երևի դեռ իրականալի էր թվում մոտ 2 տարի առաջ, այսօր դառնում էր շատ պրոբլեմատիկ։ Ես նկատի ունեմ պատերազմ Հայաստանի հետ։ Շատ պրոբլեմատիկ ոչ միայն միջազգային արձագանքի տեսակետից, այլ նաև զուտ այդ բախման արդյունքների տեսակետից։